Ընդամենը մի քանի կիլոմետր լայնությամբ այս նեղուցը պահում է աշխարհի էներգետիկ զարկերակը։ 33 կիլոմետր է Հորմուզի նեղուցի ամենանեղ հատվածը։ Հորմուզով անցնում է օրական 22 միլիոն բարել նավթ։ Ամեն բարելը կազմում է մոտ 159 լիտր, այսինքն օրական ընդհանուր ծավալն անցնում է 3 միլիարդ լիտրը կամ ավելի քան 1300 օլիմպիական լողավազանի չափ հեղուկ։ Սա կազմում է ամբողջ աշխարհի օրական նավթային սպառման մոտ 21%-ը։ Աշխարհում ծովային ճանապարհով փոխադրվող ամբողջ նավթի մոտ 1/3-ն անցնում է հենց Հորմուզի նեղուցով։ Բացի այդ, նեղուցով անցնում է նաև աշխարհում վաճառվող բնական գազի 1/4-ը։ Հորմուզի նեղուցում նավարկությունը կազմակերպված է 2 հակադիր երթուղիներով, որոնց միջև գործում է 1 բուֆերային անվտանգության գոտի։ Այն նվազեցնում է բախումների ռիսկը եւ ապահովում շարժի վերահսկելիությունը։ Սա միակ ուղին է, որով նավերը կարող են Պարսից ծոցից դուրս գալ դեպի Բաց օվկիանոս։ Իսկ այդ ծոցի ափերին գտնվում են 8 նավթային հարուստ պաշարներ ունեցող երկրներ՝ Իրան, Իրաք, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Քաթար, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Օման։ Այս երկրներից շատերի համար նեղուցը միակ ելքն է դեպի աշխարհ։ Ընդհանուր առմամբ աշխարհի էներգիայի մոտ 15%-ը կախված է այս տարածաշրջանից եւ հիմնականում անցնում է հենց Հորմուզով։ Սա է պատճառը, որ այս նեղ հատվածը ունի բացառիկ կարևորություն։ Աշխարհի խոշոր պետությունների տնտեսության հնարամներից մեկը մի քանի կիլոմետրանոց այս նեղուցն է։ Նավթի մեծ մասը գնում է Ասիա, հատկապես Չինաստան, Ճապոնիա եւ Հարավային Կորեա։ Չինաստանն այս տարածաշրջանից է ներմուծում իրեն անհրաժեշտ նավթի գրեթե կեսը։ Ճապոնիան իր էներգիայի մեծ մասը ստանում է Հորմուզից։ Հարավային Կորեան եւս մեծապես կախված է այս ուղուց։ Կա այլընտրանք Հորմուզի նեղուցին։ Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրություններն ունեն որոշ խողովակաշարեր, որոնք միայն մոտ 20% հոսքն են ապահովում։ Արտասահմանցի տնտեսագետների վերլուծությունները ձևավորել են կարծիք ու պատկեր, թե ինչ կլինի աշխարհի տնտեսության հետ, եթե Հորմուզը փակվի։ Նավթային ընկերությունները կդադարեցնեն նավարկությունը, մի քանի ժամում նավթի գինը կտրուկ կբարձրանա, շաբաթների ընթացքում համաշխարհային տնտեսությունը կմտնի ճգնաժամի փուլ։ Իսկ ինչպես կարող են հաղթահարել։ Նավթ տեղափոխող նավերը ստիպված կլինեն երթևեկել 14 օր ավելի, որպեսզի շրջանցեն Աֆրիկայի հարավային ծայրը։ Ապահովագրական վճարները կտրուկ աճելու են եւ շատ նավեր պարզապես չեն մտնելու վտանգավոր գոտի։ Ստեղծված վիճակի հետևանքները կրելու է մարդը, թանկացած վառելիք, սնունդ, տրանսպորտ ու կրճատված ավիաչվերթներ։ Հորմուզի նեղուցը համաշխարհային տնտեսության ամենակարևոր խոցելի կետերից մեկն է, որը նահանգների 47-րդ նախագահը շրջափակել է։ Իսկ Իրանը, որին էլ պատկանում է Հորմուզի նեղուցը, նոր բանաձև է ընդունել նեղուցից օգտվելու համար։ Աշխարհի տնտեսության զարկերակը վտանգված է, վտանգելով աշխարհի տնտեսությունն ու սոցիալական վիճակը։ Անիա Բաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։